Գյուղերի խոշորացման ծրագիրը համայնքների միավորում նախատեսում է հետևյալ կերպ. փոքր թույլ զարգացած աղքատ գյուղերը միավորվելու են այն համայնքների, որոնցում խնդիրները համեմատաբար քիչ են ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն էլ փոքր-ինչ բարվոք է։ Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչությունը որոշել է, որ մարզի Վահրամաբերդ ու Կապս համայնքները իրար են միանալու։ Չնայած որ երկու գյուղերն էլ ունեն աղքատիկ բյուջե, խնդիրները երկուսում են նույնն են ու շատ ու իրարից բնակչության թվաքանակով են տարբերվում։ Վահրամաբերդը Կապսի հետ միավորելու միակ հիմնավորումն այն է, որ գյուղերը շատ մոտ են իրար ու բնակչության տեղահանման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ Վահրամաբերդի գյուղապետ Աղասի Մարտիրոսյանի կարծիքով գյուղերի խոշորացումը միայն կարող է գյուղի ու գյուղացու վիճակը փոխել, նպաստել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը։ Կապսի գյուղապետը հակառակն է պնդում, նա ուղղակի տրամաբանություն չի տեսնում Կապսը Վահրամաբերդին միացնելու որոշման մեջ։ Երկու գյուղերն էլ աղքատ են, ունեն ֆինանսական սուղ միջոցներ եւ գյուղերի խոշորացման արդյունքում Լորիկ Մկոյանի կարծիքով որևէ դրական առաջընթաց չի նկատվի։ Համայնքապետը կարող է լինի Մարմաշինից, Վահրամաբերդից Կապսից պարզոր, ես Կապսից եղա իմ գյուղից սակեմ ամեն ինչ գյուղիս համար է։ Պայր կար իրոք կարելի է ասենք ինչը մտածես որ գյուղից չենես, հասնես մյուս գյուղին։ Ես այսօր գյուղի համար ամեն ինչը կատարում եմ, բայց դե բռնակից մյուս օր համայնքապետը լինի տարբեր տեղից կամ որևէ մեկ գյուղեցին, բայց պարզոր իմ գյուղիս համար կան չի մտածում։ Փոքր բյուջեով եւ որևէ աշխատանք չկատարել ճիշտ համարում եք, ոչ։ Օրինակ ես չեմ ընդունել, այսօր մեր համայնքում կա ռոռոկման ցանցի կամ խմելու ջրագծի ծրագիր, խնդիր։ Մեր ունեցած բյուջեով ընդամենը 1 միլիոնով կամ 500,000 դրամով ուղղակի անհնարին է։ Երկու գյուղերում էլ խնդիրները նույնն են, եթե միավորվեն եւ ունենան մեկ ընդհանուր բյուջե, այդ խնդիրների լուծումն ավելի իրատեսական կդառնա, նշում է Վահրամաբերդի գյուղապետը։ Կապսում այդ խնդիրները կլուծվեն համաձայն որոշ ծրագրերի, դրանք արդեն կազմվել են ու շուտով իրականություն կդառնան, իր հերթին նշում է Կապսի գյուղապետը։ Ինձ համար իմ բյուջես երևի թող քիչ եղնի իմս։ Ոչ դες մենք սպասենք թե համայնքապետը որ գյուղից կարող չունի մեր ընկերությունն է, մեր ժողովուրդն է, տարբերություն չկա։ Բայց անմիջապես գյուղը իրավունք ունի։ Այսօր համայնքները, այսինքն ունենք մեր համայնքը իրեն ֆինանսական միջոցներով, բյուջեով ուղղակի ֆիզիկապես վիճակ չէ որևէ ծրագիր իրականացնելու։ Խոշորացման դեպքում, այսինքն 2-3 համայնքեր միանում են իրար, ունեն որոշակի մեծ բյուջեով, գումարով բյուջե, որով հնարավոր կլինի տարեկան մեկ համայնքում որոշակի ծրագիր իրականացնել։ Կողմ չեմ, հացդորից ես այսօր իմ գյուղիս համար ուրիշ գործեր եմ կատարում։ Ամեն գյուղի իր համար մի ընտանիքն է, որ նոր այսօր ես իմ գյուղիս հետ շատ լավ, մթնոլորտով շատ լավ մենք իրար ճիշտ կասկանանք, կասկանանք ինչ որ կարողացա գյուղի համար անել, իրենք որ հետ ունենք մենք։ Ուրիշներից չենք ընտրել, ուրիշներից չենք դիմել, վերջ ինչ որ կարողանում ենք մենք գյուղի համար կատարում ենք։ Ճիշտ է դեռ հայտնի չէ, թե հաջորդ տարվանից երկու գյուղապետերից ով կղեկավարի մեկ ընդհանուր համայնքը, բայց գյուղերում արդեն որոշակի խոսակցություններ կան։ Երրորդ թեկնածուի խնդիր չկա, նշում են գյուղացիները։ Կապսի գյուղապետի ու գյուղացիների համար օրինակ պարզից էլ պարզ է, որ գյուղապետի պաշտոնը Աղասի Աբրահամյանը կզբաղեցնի, քանի որ նախ Վահրամաբերդի բնակչության թվաքանակն է մեծ, եւ հետո ինքը Մարտիրոսյանը կողմ է գյուղերի խոշորացմանը։ Իսկ մեր հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ դրան դեմ են երկու գյուղերի բնակիչներն էլ, գյուղերի միավորմամբ չէ, որ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները, ավելին ըստ գյուղաբնակների իրենց համար նաև լրացուցիչ խնդիրներ կառաջանան։ Բավական առանցին են եղել գյուղերը, մի օր իրար միացնենք ինչ կստացվի, ուշ կստացվի, չգիտեմ։ Արդյոք ժողովուրդը համաձայն է, չէ։ Դաժե գյուղապետարանը չի կարելի միացնել, ամեն մի թե տեղանքի մար դիված ենք Վահրամաբերդ որ տեղանքը վերցնենք։ Հազար մեր կարելի։ Գյուղերը զարգացնել միացնել չեն զարգացնել։ Գյուղին ընդրություն չեն ճանաչում, գյուղի տեղը այդ վաղ չեն կդնում։ Հիմա առանցինը չզարգանում, որ միացան կզարգանան, ինչը կզարգանան, ոչ տեխնիկա ունին, ոչ ուրիշ եկամուտներ ունին։ Նշենք, որ սկզբնական շրջանում նախատեսված էր այս գյուղերին միավորել նաև Մարմարաշենը, ինչպես եղել է մինչև 1950 թվականը, սակայն մարմարաշենցիներն ընդդիմացել են ու պլաններն էլ փոխվել են։ Երկու գյուղերն իրար միավորելու որոշման դեմ առաջիկայում պատրաստվում են պայքարել նաև կապսեցիները։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալենյուս։